Երբ որ մենք նայում ենք միջինացված վիճակագրությունը եւ տեսնում ենք անտվյալները, որոնք կան, ուղղակի գիտեք գլխի մեջ չի տեղավորվում մարդու, ինչպես կարող է այսպես լինի, համենայն դեպս կարող ենք նաեւ արձանագրել, որ թե ընտրություններից առաջ, թե անմիջապես ընտրությունների ժամանակ մենք տեսնում ենք իշխանությունը ինչ մթնոլորտ է ձևավորել եւ ինչ խայտարակ ուղակի, հա, աննախադեպ խայտարակ ճնշումների էր ենթարկվում ընդդիմությունը, այդ թվում իհարկե Բարգավաճ Հայաստանը, որը վերջին, հա, փուլում ընտրարշավի դարձավ ճակերտներում ամենասիրված թեման իշխանության ներկայացուցիչներից անձինս Նիկոլ Փաշինյանի կողմից։ Առավոտից իրգուն մեր անունն էր տալի։ Որտեղ միտեղ կարդում ենք 60 ձայնի մասին է խոսքը, միտեղ դեպատը 790, եթե 60 ձայնի մասին է խոսքը, դուք նշեցիք, որ ձեր հաշվարկների արդյունքում 120 ձայն արդեն իսկ պակաս են հաշվել, դրանով ստացվում, որ դուք անցնում եք խորհրդարան, եւ նաեւ երկրորդ հարց, չնայած որ դուք նշեցիք քննարկումների արդյունքում մեր ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական գործիչները նաեւ պնդում են, որ պետք չէ վերցնել մանդատները, եթե դուք ստանում եք ձեզ համար անցուդուկշենի մանդատի ձայները, դուք պատրաստ եք դնել մանդատները եւ փողոցում պայքարը շարունակել կամ նոր ընտրությունների գնալ։ Տեսեք, ես ուզում եմ, որ մենք հստակ ֆիքսենք հետեւյալը։ Մենք մանդատը կռիվ չենք անում։ Խնդիրը հետեւյալն է, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից։ Մենք տեսեք, չկա իրավիճակ, որ օրինակ ինչ-որ մի քանակություն մանդատների մեզ պակասում, ամեն գնանք, հա, գտնենք այդ ձայները, բերենք, չգիտեմ ինչ եւ այլն կամ ձայների չկա տես բան։ Մեզ համար կարեւորը եղել է, կա եւ մնում է այն մարդկանց ձայները, այն մարդկանց վստահության քվեն, որը տրվել է Բարգավաճ Հայաստանի։ Մենք ամեն քվեի հետևից գնալու ենք։ Առաջնային մենք դիտարկում ենք այս պարագայում միայն սա։